Արմենի ու Լիլիթի հրավերով Արմավիրի մարզի Գրիբոեդով գյուղում ենք։ Ստեփանակերտից Գրիբոեդով ընտանիքի տեղափոխությունը հասկանալի հանգամանքներով հեշտ չի եղել։ Հիմա փորձում են հարմարվել նոր իրավիճակին, նույնիսկ բիզնեսի հաջող սկիզբ են արձանագրել։ Ընկերոջս խորհրդով փորձում եմ դնեմ լորաբուծություն։ Այն սկզբից դրել են իր օգնությամբ իր ինկուբատորի մեջ դրել եմ, հանել եմ արդեն ձվեր, ճտերը հանել եմ։ Նորնանից հետո պատահաբար տիկինս տեսա Facebook-ում գովազդ, ասեց մասնակցենք, ասի մասնակցենք։ GIZ Armenian Innobiz-ի հետ է բյուր ծրագրի շրջանակներում դրամաշնորհային մրցույթ հայտարարել։ Ահա եւ այսպես Արմենի լորաբուծության ծրագիրն իրականություն դարձավ։ Զրոյից բիզնեսի մասնակցել ենք ու դարել եմ բյուրի շահարու։ Այս ինկուբատորը, այս երկու հատ ինկուբատոր, սարցարան, մի հատ Պիտերման սարք, շահել եմ բյուրից։ Նկարահանման եկել ենք ճիշտ ժամանակին, նորելուկ լորերի ձայնը լսվում է, բայց դեռ ինկուբատորի դուռը չեն բացել, միասին ենք փորձելու։ Երեկվանից, գիշերվանից սկսել են դուրս գալ, հələ որ չենք բացել, ճիշտն ասած, մենք էլ չգիտենք ինչ անակնկալ է մեզ դեռ սպասում։ Հեսա փորձենք տենանք մի հատ։ Արդեն ունենք ջուտիկներ։ Արդեն կան։ Ձվից նոր դուրս եկած, բայց արդեն աշխուժ թռչունների խնամքն այնքան էլ հեշտ չէ։ Նուրբեն ամեն մանրուք կարևոր է։ Հիմա իրանց տեղափոխում ենք, հեսա որ արդեն մոտորապես մի 60%-ը հելածլնի, արդեն սկսում ենք այդ ձվերը հանել մեջից, այդ կեղևները։ Հիմա իրանց նորից վերադարձնում ենք իրանց տեղը, որ մնացածն էլ հելն են։ Նորից փակում ենք, որտեվ իրանք հելը շատ չարաճիճի են։ Փոքրիկ լորերն առայժմ կմնան ինկուբատորի մեջ, 3 օր կսպասեն, մինչև բոլոր ձևավորված ձագերը դուրս գան ձվերից։ Ինկուբացիոն պերիոդը տևում է 17 օր։ 17 օրից հետո, որ դուրս են գալի, իրանց տեղափոխում ենք բրուդերներ։ Ձուացում են որքան ժամանակ։ 45-ից 50 օր, հետո սկսում են ձուացել։ Ինքը այսենց կրուգում ջարդում է, ձում, այսենց դլոր ջարդում է պրծնում, այս է կրիշկեն է։ Շուտով կտեղափոխեն ֆերմա, ճիշտ է, առայժմ այն վերանորոգման փուլում է, բայց ամուսինները խոստանում են ամենակարճ ժամկետներում ամբողջությամբ կավարտեն շինարարությունն ու բոլոր չափանիշներին համապատասխանող լորաբուծարան կունենան։ Ամուր կամք ու աշխատասիրություն այս կյանքում հաջողելու միակ բանաձևն է։ Էսի սարքելու ենք ֆերմա, լորանոց։ Այս վանդակները ձևափոխում է, սա նորավոճ է դառնում, այն կարգի ալնելու, հենա արդեն ջրի մագիստրալն էլ պատրաստ, էսա։ Պիտի սկսենք արդեն իրանց ջոկել, կազմավորել ընտանիքներ, հելը սենց իրանք խարխշտիկ լծված են։ Հիմա լցնելու ենք այս վանդակները ըստ քանակի, որցն ու էքը, կազմավորվի ընտանիքներ, ավելացուկ որցերը գնալու է արդեն մորթի։ Բրուդերից իրանք ինկուբատորից ելնելու են, գալու են մտնեն ստե, հենա իրանց դարակները, կարմիր լույսի տակ, ու տենց անընդհատ այդ ցիկլը պիտի փոխվի։ Էսի բրուդերն է, էսի իրանց խմոսներն է, էս աստեղ շոր ենք փռում, բերենք կարմիր լամպոչկեքի միացնենք, ջուրը արդեն падաչա արած է, էսի սա նիպելնի սիստեմով է, իրանք կարալու են ստե կտցնելու են, ջուրը ինքը գալու է։ Լորերը երկու տեսակի են՝ ձվատու եւ մսատու, թեև առայժմ միայն ձվի արտադրության ու ճտերի բազմացման գործում են մասնագիտանում, բայց առաջիկայում համապատասխան քանակն ապահովելուց հետո նաեւ մսացուի արտադրություն կունենան։ Ես հուսով եմ, որ ձու եմ ծախելու, բնական է, ձու պիտի ծախվի, որ այս քանակությամբ ես չեմ հասցնի, որտեղ հենց հիմա էսի 900 հատ ձու է ստե։ Էսի ուտելու ձու է, այս ռանք արդեն գնում է որպես ինկուբացիոն ձվերը շարում ենք այսենց սիրուն, սուր մասը դեպի ներքև պարտադիր, այն որ կանալ ունի օդատարը դեպի վերև։ Լորի միսն էլ ձուն էլ աչքի են ընկնում օգտակարությամբ, ասում է զրուցակիցս։ Ցանկացած գործ սկսելիս պետք է հաշվի առնել նաև հասարակությանն ու մոլորակին օգտակար լինելու հանգամանքը։ Էսի շատ օգտակար ձվերը, լորի ձուն, լորի միսը, ինքը կոչվում է դիետիկ։ Ձուն դաժե կարելի է տալ նորածին երեխեքին, քանի որ ինքը չի պարանակում մեջը սալմոնելոզ։
ու հիմնականում արտասահմանում բանում այդ ձվերն են տալի երեխեքին ու հուսով եմ, որ շուտով Հայաստան էլ այդ սովորությունը կունենան։ Նույն տրամաբանությամբ Լիլիթն ու Արմենը սեփական օրինակով ցանկանում են շրջապատին ցույց տալ արտադրության շրջանաձև ցիկլի կարևորությունը։ Լորերի արտադրության բոլոր թափոններն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։ Քիմիական պարարտանյութերի փոխարեն թռչնախտն ու ինկուբատորից դուրս հանած ձվի կեղևներն են պարարտացնում հողը։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։